Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ, Փաստինֆոյի եթերում հարցազրույցն է, տաղավարում ես այսօր հեռավար կապով զրուցելու եմ կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանի հետ։ Պարոն Մեսրոպյան, բարև ձեզ։ Շնորհակալ եմ իմ զրույցի հրավերը ընդունելու համար։ Պարոն Մեսրոպյան, մենք դեռ առիթ չենք ունեցել լսելու ձեր գնահատականը, ինչ տեղի ունեցավ դեկտեմբերի 18-ին Մայրաթոռում, ինչպես կբնութագրեք այն, ինչի ականատես եղանք։ Այն ինչին մենք ականատես ենք, դա ուղղակի հետևանք է 2018 Պարոն Մեսրոպյան, այդ իրադարձություններից հետո ընդդիմադիր դաշտում շտապեցին միմյանց շնորհավորել, հայտարարություններ են հնչում, թե հոգևոր Հայաստանը հաղթեց։ Դուք նույնպես գրառում եք արել, ես փոքրիկ մեջբերում անեմ ձեր գրառումից, նշում եք վերջապես հայը թևատակի իր ատամները ցույց տվեց եւ ընդդիմադիր գործիչները պետք է սրանից հետո իրենց ուսադիրները դեն շպրտեն։ Ուզում եմ հասկանալ, պարոն Մեսրոպյան, մի փոքր վաղ չէ ոգևորությունը, հատկապես եթե հաշվի առնենք, որ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար պնդում է, որ ինքը գնալու է մինչև վերջ։ Նախ իմ կողմից ոչ մի դրական սպասումներ 100%-անոց չկա։ Իսկ ինչ վերաբերում է մեր ընդդիմադիրներին, ես գտնում եմ, որ 2025 թվականին ամենայն պատասխանատվությամբ կարելի է արձանագրել մեր ընդդիմադիրները մեր պատուհաստ։ Այն ինչ իրանք անում են ընդհանրապես 2018 թվականից, հիշում եք, չէ, այսօրվա ընդդիմադիրները ոնց են այդ նոր ուժի կողքը հրապարակներում կանգնած չանում էին, որ այդ նոր ուժերը հաղթեն, հետո հասկացան բնական է ուժ, հիմա էլ ոչ միաբանվում են, ոչ ծրագիր են ներկայացնում, հիմնականը իրանց ուշք ու միտքը մտնել խորհրդարան։ Սա է մեր ընդդիմադիրները։ Որում սա վերաբերում է բոլորին։ Այսինքն դուք կարծում եք ոչ թե իշխանափոխությունն է խնդիրը, այլ խորհրդարան մտնելը։ Չէ, իշխանափոխություն որ լինի, ընդդիմադիրների համար իրա կողմ է, բայց մինիմում ծրագիրը մտնել խորհրդարան։ Այ ինչ եղավ 2021 թվականին։ Եթե հիշում եք, փետրվարին արդեն սկսվել էին փողոցում զանգվածային ընդվզումներ։ Իշխանությունները 21 թվականի փետրվարին գուտ գցին, որ արտահերթ ընտրություններ են, գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերը կերան այդ գուտը, ես բոլոր ԶԼՄ-ներով ահազանգում եմ, որ մի կերեք այդ գուտը պատվեր։ Իրանք փաստորեն գետնի վրա ընդվզումը դավաճանեցին, մեր փառապանց ընդդիմադիրներ գնացին հունիսի 20-ին, քթները լավ քսվեց, դե բայց իրանք հայ ընդդիմադիրներ են, քիթը քցվելուց հետո խելք չեն ավարտում, հասկանում եք, հիմա նորից այն նշումով են գնում, որ լինեն ընտրություններ, որովհետև մեր պրոբլեմը գիտեք ինչ է, թիվ 1 պրոբլեմը, ինչի է այսենց իրավիճակ արդեն 18 թվականից դնում, որովհետև մեր ընդդիմադիր դաշտում չկա պետական գործիչներ, այլ լավագույն դեպքում քաղաքական գործիչներ։ Իսկ Ուինստոն Չերչիլը ասել է, որ քաղաքական գործիչները մտածում են մտական ընտրությունների մասին։
պետական գործիչ է, մտածում է երկրի ապագա եւ հաջորդ սերունդների մասին։ Դրա համար մեր ընդդիմադիրները 5 տարի մեկ արտանում են, ակտիվանում են, մնացած իրանց չի է։ Ես շատ իրանցի գոհ եմ։ Պարոն Մեսրոպյան, ձեզ կարող են անարդար լինելու մեջ մեղադրել, որովհետև գոնե 2021-ի ընտրություններից հետո պարբերաբար տեսել ենք ընդվզումներ, պարբերաբար տեսել ենք փողոցային շարժումներ, պայքարներ։ Ուրեմն նման ձևով մեկնաբանումները իրանք մի կարևոր հանգամանք հաշվի չեն։ 21 թվականի ձմեռը, որ սկսվեց ընդվզումը, դա փաստորեն արձագանք էր 20 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիա, ճիշտ է։ Այո։ Հետո ընդդիմադիրները կողք քաշվեցին այդ ընդվզումից, ինչով եւ շեշտակի թույլատրին ընդվզումը, time out վերցրին, գնացին ընտրությունների։ Այսինքն ընդվզման առաջի հարվածը մեջքից արեց ընդդիմություն։ Դրանից հետո, որ իրանք սկսում էին ընդվզում բարձրացնել, իշեք, արդեն ընդվզման մեջքը ջարդված է։ Հենց հունիսի 20-ի ընտրություններում, երբ փետրվարից իրանք ընդունեցին իշխանության առաջարկը եւ փաստորեն կուտակերը։ Հետեւաբար թող լոլոներ չկարդան։ Եթե գործի չեն, պարտավոր են բարձրես նայել իրականության։ Պարոն Մեսրոպյան, հրաժարական էին պահանջում եւ հրաժարական ըստ տվեց, թեև շարունակեց պաշտոնավարել Փաշինյանը։ Ավելի հիմար բանով էին զբաղվում։ Impeachment, հրաժարական, գիտեք ինչ, իրանք քաղաքական գործիչ են։ Իրանք փաստորեն գետնի վրա, ոչ թե բլա բլա բլա, գետնի վրա դավաճանում են երկրի ապագան։ Գետնի վրա։ Ես էլ չեմ ուզում անվանական ասել, թե 2018 թվականին ովքեր էին սատարում այս նոր ուժերին, այն ժամանակ նոր ուժ։ Ովքեր, անվանական չասել։ Պարոն Մեսրոպյան, եթե թույլ տաք ընդդիմությանը մենք եւ ընդդիմադիրների գործունեությանը մենք դեռ վերադառնալու ենք, բայց ուզում եմ այնուամենայնիվ վերադառնալ Մայրաթոռում տեղի ունեցածին եւ այն ամենին, ինչ կատարվում է Մայրաթոռի շուրջ։ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ այս ամենի հանգուցալուծումը կարող է լինել միայն վեհափառի հրաժարականը։ Այլ հանգուցալուծում հնարավոր է այս իրավիճակում։ Ուրեմն ես ձեզ ասեմ, այն ինչ կատարվեց Հայաստանում 2018, դա անգլոսաքսոնական էփած ճաշտ։ Նայեք, նույն Ուկրաինայում, ինչ արեցին ուկրաինական եկեղեցու հետ։ Այսինքն նույն բանալի։ Այո, սցենարը կրկնվում։ ապրեն վրացիները, որ արագ խելքի եկան 10 տարվա մեջ եւ այդ ամեն ինչը սկսին չեզոքացնել։ Հայերը, որոնք խելոք ազգ են, միշտ վերևից էին համեմատվում վրացիների հետ, դե հիմա կողքից նայեք, ով որ պետությունը, որ ազգը իրան ոնց է պահում։ Եվ երբ մենք խոսում ենք արդեն մեր առաքելական եկեղեցու մասին եւ նման սցենարներ են ասում։ Սա նշանակում է, որ հիմա էլ անգլոսաքսոնական կուտը լրիվ ուտում են, որ շարունակեն քանդել Հայաստան։ Հասկանում եք։ Այսինքն այս իրավիճակը հարցը վեհափառի հարցը չի։ Դա օրդանշանակ երևույթ է։ Եթե դու ինչ որ ձևով փոխում ես քո
ազգային եկեղեցու գլուխը, ուրեմն դու սկսում ես կազմաքանդման գործընթաց։ Եվ ես զարմանում եմ, որ օրինակ երեք ես գտնում եմ բոլոր այդ ընդդիմադիր պարագլուխները պետքա լցված լինեին մարաթոն։ Բոլորը։ Դե այնտեղ են, շատերն էին այնտեղ։ Չէ, խոսքը գնում է առաջնորդների մասին։ Ֆիզիկապես այնտեղ պետքա։ Որտեղ օրինակ ես բերեմ պատմական օրինակ 1918 թվականին, երբ թուրքը ուզում էր մտնել Երևան։ Արամ Մանուկյանը եկավ վեհապարի մոտ եւ ասեց նստավարը փոխենք, թուրքն է մտնում, վեհապարը ասեց ոչ, ես տեղ եմ իմ պայքարը անելու, մարաթոնը չի տեղափոխվի, դրա համար այն ժամանակվա իշխանությունները, առաջնորդները ստիպված Սարդարապատ արեցին։ Այս վիճակն է, ինչու մեր առաջնորդները հիմա որ սկսվեն ընտրությունները, չէ, պատրաստումը, բոլոր առաջնորդների կտեսնենք, չէ, բեմում։ Իսկ ինչի երեք չեք տեսնում։ Դեմ կարդեմ, որտև իրանք քաղաքական գործիչներ են, իրանք մտածում են ընտրություններից ընտրություն, թե ինչ կլինի ընտրությունների արանքը, Արցախ կորցնենք վերջնականապես 23 թվականին, թե այլ բաներ, Բեարան կապիրեն, կապ չունի, իրանք սպասում են գլու հնազանդ ընտրություններ, բան դա ընդդիմություն, միատ պետական գործիչ չտեսա, բոլորը անվանական պետքա գնային մարաթոն, երեք, ինչու չգնա, տարբեր մարդկանց, տարբեր իրանց շրջապատից մարդկանց են ուղարկել, շատ լավ, դե ժամանակ ընտրությունների քարոզարշավի, նույնպես տարբեր մարդկանց ուղարկեն բեմ, ոչ, իրանք դեպքով են, չէ գնալու, իսկ ինչու երեք չեք, դեկտեմբերի 18-ին օնլայն ռեժիմով բոլորը տեսան մենք պետական գործիչ, բոլորը տեսան, ասեք մի ընդդիմադիր առաջնորդ, որը այնտեղ էր ու ակտիվ է, չկա, ամոթ։ Դե ինչու, օրինակ միասնության թևերի առաջնորդը առաջին դեմքով այնտեղ էր, մեր ձևովի առաջին դեմքերն այնտեղ էին, չգիտեմ, Լևոն Քոչարյանը, Հայաստան խմբակցության պատգամավորները բոլորը, նաև պատիվ ունեն պատգամավորները։ Ոսկը դնում է այն առաջնորդներին, որոնք ընդդիմադիր առաջնորդներին, որոնք բանը ընտրություններից առաջ մաքսիմալ ակտիվանալու են եւ մեծ շանս ունեն ինչ որ չափով մտնել խորհրդարան։ Մնացածը մենք ունենք հազարավոր կուսակցություններ, դրա մասին չգործենք։ Այն մարդիկ, որոնք տարիներով ջրի երես, ուր են իրանք, ուր։ Պարոն Մեսրոպյան, ինչ նկատի ունեիք, երբ ասում էիք, որ ուսադիրները պետք է մի կողմ դնի ընդդիմությունը։ Այ հենց դա, այն ինչ մենք չտեսանք դեկտեմբերի 18-ին, այսինքն երեք, իրանք պետք է այնտեղ լինեին, սեփական անձով հանդերձ, հասկանում եք։ Ես ճիշտ եմ հասկանում, պարոն Մեսրոպյան, որ դուք նախկին նախագահների մասին եք խոսում հենց։ Նաև։ Եվ կուզեի նաև վերադառնալով մայրաթոռին, դուք ինչ հանգուցալուծում եք ի վերջո տեսնում ես իրավիճակին, անդրադառնալով օրակարգերին, տեսեք պարոն Մեսրոպյան, եթե չկա Նիկոլ Փաշինյանի հեռացման օրակարգ, օրինաչափ չէ, որ պետք է Նիկոլ Փաշինյանը օրակարգ թելադրի եւ իր օրակարգ օրինակ այս դեպքում վեհապարին հեռացնելու օրակարգն է։ Հիմա մենք գալիս ենք մյուս
մյուս մեր գլխացավի։ Նոր ես ասեցի անդիմադիր վերնախավի մասին, ճիշտ է։ Հիմա կխոսամ համրության մասին։ Ուրեմն հանգուցալուծումը, որը պետք է Հայաստանում, միակն է։ Ժողովուրդը պետք է ուղղակի սատար կանգնի հայ առաքելական Սուրբ եկեղեցու։ Ֆիզիկապես, ոչ թե օնլայն, ոչ թե բլա գնալ տարբեր հեռուստաընկերություններ, բոցաշունչ ելույթներում, ոչ, անձամբ։ Պարոն Մեսրոպյան, մենք ամսի 18-ին հենց դրան ականատես չեղանք, հենց դա էր, մարդիկ այնտեղ էին, քիչ էին։ Ուրեմն այնտեղ առնվազն մի քանի 100,000 մարդ պետք է լծված։ Առնվազն։ Իսկ այնտեղ ինչքան է, ճիշտ է, ես դրա համար իմ ստատուսում Facebook-ի գրել եմ, թեթևակի ատամները ցույց տվեց հայը, բայց այնտեղ պետք է լինեն 100,000-ավորների, ուր էին, իսկ ես ասեմ ուր, հիմա հայրը բոլորը զբաղված, գործով, երկիրը գնում է, գործով են զբաղված, դե ես իրանց ուզում եմ ասեմ, գնացեք Արցախի հանրապետությունում են գործով զբաղվել, չեք կարող, չէ, ձեռից վերցնել են Արցախը, այ պաշտոնապես ասում եմ, վաղը Հայաստանից հայի ձեռից կվերցնեն, դե թող այդ զբաղված հայերը օտար ամայի ճանապարհներում տեսնենք ոնց են իրանք իրանց գլուխը պահելու։ Բադա մոտեցում կրկնում եմ 3 դեկտեմբերի 18-ին 100,000-ավոր հայեր պետքա թափվեն դուրս, գային վեարանը պահեն։ Մեր առաքելական եկեղեցին դա սիմվոլ է, խորհրդանիշ է։ Ով ինչ գործ դրանից մեծ գործ է անելու։ Պարոն Մեսրոպյան, հանգուցալուծումը դուք տեսնում եք միայն մարդկանց ներկայությամբ, այսինքն ինչ պիտի անեն 3 որ տարվեց։ Նայեք, շատ պարզ, եթե 3 մի քանի 100,000 հայ դուրս գային, գնային Մարիաթոր, մի քանի 100,000, այն ժամանակ հարցերը կհանգուցալուծվեին ավտոմատ ռեժիմով։ Հասկանում եք, մնացած դեպքերում դա կապիկություն անի։ Եվ ընդ որում ասում եմ, եւ ազգը պետք է լիներ, եւ ընդդիմադիր երևացող առաջնորդները, բոլորը, կուսակցականները, ուսադիրները պետք է դնեին, բոլորը այնտեղ պետք է լինեին։ Ուրեմն այդ 1918 թվականին, երբ վեապարը չփոխեց իր նստավայրի տեղը, եւ Արամ Մանուկյանը լսելով դա որոշեցին Սարդարաբադի ճակատամարտը տալ թուրքական ռեգուլար զորքերի դեմ։ Նույն վիճակը հիմա է, բա ամոթ չեն անում, ես ոչ մի ընդդիմադիր գործիչ վերնախավից չեմ ուզենա շփվել մինչև այդ հարցի պատասխանը։ Պարոն Մեսրոպյան, ձեր գնահատմամբ ինչ քայլեր կարող են հաջորդիվ արվել, Նիկոլ Փաշինյանի կողմից նկատի ունեմ, ինչու եմ հարցնում, որովհետև այնտեղ էլ 10 սրբազաններից, եթե չեմ սխալվում, Միրզախանյանն էր, որ հայտարարեց, որ այս անգամ նամակ հանձնելով ենք բավարարվելու, բայց հաջորդ անգամ վերադառնալու ենք եւ արդեն գալու են, որքան հասկանում եմ, պատարագի։ Ձեր գնահատմամբ արդյոք այնուամենայնիվ Սուրբ Զատիկին կամ միգուցե առաջիկայում մենք էլի գործողություններ տեսնենք։ Ուրեմն նայ, պարզ տրամաբանություն, եթե դու պատշաճ չես դիմադրում, չես պաշտպանում քո երկիրը,
քո երկրի ապագա, քո ազգի ապագա, եթե դու չես պաշտպանում, բնական է փորձերը շարունակվել։ Հասկանում եք, իսկ եթե կրկնում եմ 300 հազարավորներ դուրս գային եւ ի պաշտպան Մարիաթորի 1, 2, 3, 10 օր նման մոտեցման երկիրը կսկսվեր փոխվել վերից վար։ Բայց քանի որ հայը, ես դա միշտ ասում եմ, երկար պայքարել չի կարող, ինքը կարճ պայքարի է ունակ։ Դրա համար առաջի հանրապետությունը եւ երրորդ հանրապետությունը սկսեցին փառայեղ հաղթանակներով եւ անփառունակ քանդեցին երկրը։ Հասկանում եք, սա է վիճակը։ Այնտեղ մենք սկսում ենք միանգամից հաշվել, հիմա լծվելու են այսպես կոչված ընդդիմադիր գործիչները ու կսկսեն վերլուծել ինչ կատարվեց, ինչ կարելի անել։ Բարձ բոլոր այդ փիլիսոփա ընդդիմադիրներին ասում պետք է դուրս գալ 100 հազարներով հողոց։ Հասկանում եք։ Ինչ օրակարգով խաղաղ մասնակցել Մարիաթորի պաշտպանության վերջ։ Ես ուզում եի նաև առաջիկա ընտրություններին անդրադառնանք պարոն Մեսրոպյան 2026 թվականին գիտենք որ խորհրդարանական ընտրություններ են եւ Նիկոլ Փաշինյանը այս խորհրդարանական ընտրություններին ակնհայտորեն ունենալու է Եվրամիության աջակցությունը գիտեք մոլդովական սցենարի մասին որքան հնարավոր է որքան շատ խոսում են նաև եվրոպական այսպես առաջնորդները այս իրավիճակում երբ խոսում են մոլդովական սցենարի Հայաստանում կրկնության մասին ինչ սպասել եւ արդյոք Հայաստանի ընդդիմությունը որևէ շանս կունենա Ուրեմն մոլդովական սցենարը եթե դուք երևի տեղյակ եք Մոլդովան նույնպես անգլոսաքսերի թաթար նույն բանն է կապը Սա մեկ, երկրորդ, ես չեմ ընդունում ոչ մի ընդդիմադիր ուժ, որը մինչև հիմա չունի ռազմավարական ծրագիր երկրի։ Այ բարամ, գնում ես ընտրությունների, ասեք դե ամբողջ իշխանությունը վերցրեց։ Ոնց ես երկիրը փոսից անելու։ Միանգամից խորհրդավոր դեմք են ընդունում, մենք գիտենք, մենք մարդկանց ունենք եւ այլն։ Այս բլաբլաները ինձ չի բավարարում։ Ծրագիր, իսկ ես գիտեմ, Հայաստանում հիմա մշակվում է մի հատ ռեալ ռազմավարական ծրագիր։ Ես մինչ այսօր 20-ից ավելի տարբեր կառավարությունների ու ուժերի ծրագրեր եմ նայել։ Բոլոր ծրագրերը ամոթ անունը տալ ծրագիր, ոչ պրոֆեսիոնալ մեխանիզմներ չկա եւ գրածա ինչա պետք անել, ինչ լավ կլինի։ Եթե չեն գրում ծրագիր։ Եթե իրանցից ովքեր ծրագիր ունեն, վաղը հրապարակեն աշխարհով մեկ իրանց ծրագրերը, սա աշխարհը մեզ ձեռք կառնի, որտեղ ամոթ հայը պրիմիտիվ գրություններ, որի վրա գրած ծրագիր, ուզում է երկիր կողմ։ Հետևապես, քանի որ մեր ընդդիմադիր ուժերը պրոֆեսիոնալ գրած ծրագիր մեխանիզմներով չունեն, ինձ արդեն չի հետաքրքրում, գնում են իրականության, չեն գնում, հաղթելու են, չեն հաղթելու, որովհետև երկիր առանց ծրագրի չեն կարող կառավարել։ Մի բան էլ ասեմ, հենց այնպես է չասցի, քաղաքական գործիչը չի կարող երկիրը զարգացնել։ Գիտեք, որտեղ ինքը մտածում է ընտրություն բայ ընտրություն։ Ծրագրով են միշտ ոտքի կանգնում, բոլոր պատմության փորձը ասում է ծրագիր, ռազմավարական։ Ինչու Իսրայելը պետք է ունենա, ինչու
Ռուսաստանը պետք է ունենա, ինչի մենք 5000 տարի ծրագիր կամո չի, իսկ մենք 20 թվի հուլիսին սկսել ենք մշակել ծրագիր, հայոց երկիր ռազմավարական ծրագիր, որը շուտով ավարտելու։ Այդ ծրագրի տեքստը որ նայեք 80% մեխանիզմներ են։ Ինչպես։ Այդ մինչև հիմա ինչ զիպիլ ծրագրեր նայել եմ, պրոբլեմը նայել այնտեղ մեխանիզմներ չկան, այնտեղ բաժակաճառ է։ Ձեր ծրագրի շուրջ քաղաքական ուժերի հետ հանդիպումներ, զրույցներ եղան են։ Ուրեմն մի քանի անգամ եղել են, բայց քանի որ այդ քաղաքական ուժերում քաղաքական գործիչներ են, պետական չի։ Իրանց համար ծրագիրը հասու չի ընկալելու։ Պետությունը առանց պետական ռազմավարական ծրագրի անհնար է կառավարել։ Կարող եմ ավելի դանդաղ վանքերով ասել։ Հասկանում եք, հայոց երկիր ռազմավարական ծրագրում 10 բաժինները մանրամասն բոլոր որոշները ամեն տեղ ժամանակի մեջ ճանապարհային քարտեզներ ամեն այլի մեխանիզմ գրած։ Ոչ մեկը չունի նման բան, բայց էլի ուզում են գնան ընտրություններ, որ ընտրության օրը բլա օդ թնդացնեն, վեհ բաներ ասեն, հետո գնան բնականապարտվեն, օգրամասով նստեն մի խորտարը։ Միգուցե մեկ այլ ռեկոմենդացիայից է պետք սկսել, պարոն Մեսրոպյան, օրինակ ինչպես հաղթել Փաշինյանին 2026-ին։ Փաշինյանին պետք չի հաղթել։ Փաշինյանը չի հաղթում։ Իրա անդիմադիրներն են պարտում, հասկանում եք։ Ստեղ հարցը Փաշինյանը չի։ Ես նոր մենք խոսում ենք, թե մեր անդիմադիրների մահացու արատներն են, չի ասում։ Այդքան արատներից հետո ինչ հաղթանակի մասին ասում։ Չի կարող նման բան լինել։ Մտներից պետքա բոլորը հանել։ Հերիք այդ ռոմանտիզմով տարապենք, հայոց համազգային ռոմանտիզմ։ Կրկնում եմ, 300,000-ավոր հայեր և ամբողջ վերնախավը, ես էլ չեմ խոսում մտավորականության մասին, որը մենք չունենք, մեր մտավորականությունը զիբիլ է, ավելի գրագետ ասեմ, մարդկային բայց եթե բոլորը դուրս գային երեք, մնացած պրոցեսները մի քիչ ուշ, քիչ շուտ բնականում կգնային։ Քանի որ անդիմադիրն ընդդիմությունը 2021 թվականի փետրվարից փաստորեն ժողովրդական լեզվով ասեց բրախեց փողոցային ընդվզում, վազեց ընտրություններին, այսինքն մեծ իմաստով ընդմզման մեջքը չարթեց։ Այ մենք հիմա խաղում ենք այդ մտքում։ Պարոն Մեսրոպյան, ես ճիշտ եմ հասկանում, որ պետք է կրկին փողոցային ընդվզում և այլևս կանգ չառնել։ Ախր հասկանում եք, պարզ երևում է ինչ պետք է անել, Կրիստինա ջան, հիմա պետք է ժողովուրդը սատար կանգնի հայ առաքելական Սուրբ եկեղեցում, վերջ, սատար կանգնի, դրա մասին է խոսքը, դա բնական չի, չէ որ մենք գլուխ ենք գովում, առաջի քրիստոնյա պետությունն ենք աշխատում, այդ ցույց տվեք։ Այսինքն պետք է ոտքի կանգնել և Փաշինյանին փոխել։ Սատար կանգնելով Փաշինյանին փոխել։ Նայ, խնդիրը հետևյալ է, 18-ին ինչ եղավ, որոշ քանակի մարդիկ գնացին
Էջմիածին, այնտեղ իրանք բողոքում, չէ, ինչ են, ճիշտ բողոք էր, ճիշտ է, այնտեղ չկային ասիով չկային, բայց ինչ որ քանակի մարդիկ, եթե այդ պրոցեսը, բայց առիթը շատ վտանգավոր եւ կարեւոր է, հայ առաքելական սուրբ եկեղեցու պաշտպանում, այդ պրոցեսի ներքո մնացած բոլոր այդ թվում, որը դուք ասում եք, այլ բոլոր այլ պրոցեսները կընկնեն բնականon հունի մեջ, հասկանում եք, մնացածը պետք չի փիլիսոփայ, ոնց 1918 թվականին աստորեն Մար Աթոռը բերեց նրան, որ մեկնարկվեց Սարդարապետը ու հիմնվեց առաջի հանրապետություն, այս է։ Պարոն Նեշոպյան, մի բան էլ կա, շատերը սպասում են վեհափարի խոսքին, ասում են մի կողմը բավական ագրեսիվ կերպով պահանջում է, իսկ վեհափարը եկեղեցին լռում է, այսինքն սպասում են եկեղեցուց առաջնորդության, սա ճիշտ մոտեցում է։ Ուրեմն նայ, մինչև նման բան սպասելը, ես սպասում եմ ընդդիմադիրների գործին եւ ժողովրդի գործին, մինչև այս կամ այն մարդուց խոսք ուզելը գործ, հասկանում եք, մենք հայրը սիրում ենք սկսել լեզվով ու վերջացնել լեզվով, հիմա նորից եմ կրկնում, երեք պետքա սկսվեր գործ այն իմաստով, որ գետնի վրա մենք պետքա տեսնեինք 100,000-ավոր մարդիկ եւ ընդդիմադիրներին եւ ոչ բարոքերով մտավորականների մասնակցությամբ մտածածը հետո ով ինչ է խոսալու ով չի խոսալու դա բոլորը ացանցիալ է պատճառը դա է երեք լավ առիթեր եւ աստորեն դուք էլ տեսաք որ որոշակի մարդկանց քանակ այնուամենայնիվ սատարում էր Մար Աթոռին այդ process-ը պետքա լինի զանգվածային, որովհետև հայ առաքելական եկեղեցու գործունեությունը վերաբերում է բոլոր հայերին, անգամ նրանց, ով չի ընդունում քրիստոնեությունը, կամ չունի, վերջը վերջով 301 թվականից այդ եկեղեցին գործում է, ես հիմա չեմ ուզում վերլուծել, բայց սա պատմական իրականություն է, ուրա Այսինքն մենք 3 շանս ունենք եւ բաց թողեցինք հերթական ոչ գիտեք ինչ 3 մի քիչ հույս առաջացավ ինչ իմաստով 3 շանս ունենք որտեղ եթե 100,000-ավոր հայեր դուրս գային այդ շանսը արագ կսկսեր մարմնավոր բայց այնպես չէ որ ընդվզող չկա, բողոքող չկա, ուղղակի 100,000-ներ չի, բայց 3 մի քիչ հույս առաջացավ, որ ոչ բոլորն են գործերով զբաղված և հոգով մեռած։ Ասում եք 3 հույս արթնացավ, հիմա ուզում եմ հասկանալ ձեր գնահատմամբ արդյոք մեր ընդդիմությունը այնուամենայնիվ կգտնի այդ օրակարգը եւ կկարողանա այդ օրակարգի շուրջ միավորվել, որովհետեւ այնուամենայնիվ 3 բոլոր ընդդիմադիր, գրեթե բոլոր, այսպես իրապես ընդդիմադիր ուժերը, նրանց ներկայացուցիչները միգուցե որոշները ոչ առաջի դեմքերով, բայց եւ այնպես Մայր Աթոռում էին Ձեր գնահատմամբ հնարավոր է գտնել այդ օրակարգը։ Հազար ներողություն։ Միայն եւ միայն առաջինը պետք է լինեն առաջի դեմքեր։ Ներկայացուցիչը որն է, եթե վաղը հիմա կլինի նախընտրական քարոզարշավ եւ բևում պետք է խոսան։ Այդ մարդիկ են խոսալու թե իրաց ներկայացուցիչները։ Բնական է այդ մարդիկ միանգամից իրանց բլուդն են, չէ՞ գցելու։ Այ 3 իրանք պետք է լինի։
հասկանում եք, հետո մենակ մնացածը։ Դա շատ կարևոր թվում է մանրուք չի, 3 առաջին դեմքերը Հասկանալի է, անդամ պետք է լինեին։ Պարոն Մեսրոպյան, հասկանալի է, ես օրակարգն էի ուզում հարցնել, օրակարգի շուրջ մայրաթոռը կարող է դառնալ այն օրակարգը, որի շուրջ կարող են միավորվել։ Որի շուրջ պետք է սկսել միավոր։ Իսկ օրակարգը մեզ մոտ շատ մեծ է, չթվարկել, բայց այդ շատ լավ առիթ է սկսելու, համախմբվելու, բոլոր ընդդիմադիրները, իրոք, ոնց ես երեկ եմ գրել Facebook-ի մեջ, ուսադիրները պետք է դնեն և սկսեն միավորվել առանց պայմանի, պայմանը միակն է, Հայաստանը փրկելու, զարգացնելու և հզարացնելու, սա է պայմանը, ես չեմ հասկանում ընդդիմադիրներին էլի չպայման է, միայն սա է, մենք կորցնում ենք երկիրը, արդեն ամբողջությամբ կորցրել ենք Արցախի հանրապետությունը, հերթնա Հայաստանի հանրապետությունը, դրանից հետո արդեն թքած ունեմ, ով ոնց է իրան պահելու, հետ մահու, ինձ պետք չի, երկիր եք կորցնում, առաջի դեպքերը 3 պետք է լինեին և մտավորականները, բոլոր կարկառուն մտավորականները, ժողովրդի բոլոր շերտերը պետք է այնտեղ, հասկանում եք։ Բարի, շնորհակալ եմ շատ պարոն Մեսրոպյան, հիշեցնեմ, զրուցում էի կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանի հետ, շնորհակալություն մեզ հետևելու համար։